Վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան առթիվ, խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ, նորի սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար եւ խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Մերինօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում կարևորելով երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth իր միկրոբլոգում գրել է ազատության օրվա մեր հայտարարությունից հետո բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ եւ գործարար ղեկավարներ դիմել են ինձ խնդրելով ազատել մաքսատուրքերից։ Հաճելի է տեսնել, որ աշխարհը գիտակցում է, որ մենք լուրջ ենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Russia Today-ին տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի եւ ռուսիանական համագործակցության մասին։ Մեր քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում համակարգված է, մշտապես խորհրդակցում ենք միմյանց հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը սպառնալիք կլինի Ռուսաստանի ազգային շահերի համար, դա դարձել է Ուկրաինայի շուրջ հակամարտության հիմնական պատճառներից մեկը, լրագրողների զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բարսելոնայի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել թիմի լե հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքի վերաբերյալ կապիտան մամուլի ծառայության փոխանցմամբ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ցախազդիկ կիսաթենդինոզ մկանի վնասվածք։ Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի առնվազն 3 շաբաթ։